Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Արա Պապյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, Ռուբիոյի վերջին հայտարարությունը ինչպես եք մեկնաբանում, այն հայտարարությունն այն մասին էր, որ նրանք տեղեկություններ ունեն ըստ էության հավանական պատերազմի մասին եւ դա կանխելուն ուղղված քայլեր են ձեռնարկում։ Ես դրական եմ այդ հայտարարությունը ընդունում, որովհետև նման հայտարարությունը որոշակի զսպող դեր ունի իր մեջ, որ ցույց է տալիս Ամերիկայի ոչ ագրգռվածությունը պատերազմի, հետևաբար դա լավ է։ Ասել, որ բացարձակապես այն կարող է ամբողջովին զսպել ոչ, բայց ներկա պահին չեմ կարծում, որ Ալիևը կհամարձակվի գնալ արկածախնդրության արձակվել Հայաստանի վրա, որտեղ իսկապես ծանր հետևանքներ կարող են նրանալ իր համար։ Իսկ այդ վտանգները, որ տեսնում է, Ռուբիոն, ըստ ձեզ դա վերլուծությունների թե հետախուզական տվյալների արդյունք են։ Ես կարծում եմ եւ ամերիկացիները հարյուրավոր հետախուզական արբանյակներ ունեն եւ ես վստահ եմ, որ ամեն քառակուսի մետր դիտարկվում է հարավային Կովկաս, Միջին Արևելք, հատկապես Ադրբեջանը, հաշվի առնելով, որ Իրանը-ադրբեջանական հարաբերությունները լարված են, հաշվի առնելով Ռուսաստանի ակտիվացող դերը Հայաստանում եւ այլն։ Հիմա Արևմուտքը ընդհանրապես շատ ավելի ապավինում է տեխնիկական հետախուզական միջոցներին, այդտեղ արբանյակները վստահաբար առաջնային դեր ունեն։ Բայց բնականաբար նաև տեղում իրենք հաստատ ունեն մարդիկ եւ ադրբեջանական զինվորականության մեջ եւ տարբեր մասերում Ադրբեջանի տեղեկություններն հավաքում են, որի վրա էլ վերլուծություններ են իրականացնում։ Այսինքն լրտեսներ ունեն ադրբեջանական բանակում։ Վստահաբար իրենք ամենուր լրտեսներ ունեն։ Դա բնական վիճակ է մեծ տերության համար։ Եվ նրանք ասել են, որ պատրաստվում է ադրբեջանական բանակը հարձակվել Հայաստանի վրա։ Չէ, այդպես չէ ձևակերպումը։ Ձևակերպումը, որ իրական վտանգ, ասենք real danger, այսպես ասած, ոչ թե վերացական, այլ ինչ որ իրական փաստերի վրա խարսխված ինքը խոսում էր հնարավորության ու պատրաստվածության մասին։ Դա չի նշանակում, որ անպայմանորեն կլինի, այսինքն Ադրբեջանում նման տրամադրություններ կա եւ գետնի վրա, բայց առանց իրենց ասելու էլ մենք գիտենք, միթե չենք տեսնում, բայց կրակոցները, որ անընդհատ տեղի է ունենում հայաստանյան գյուղերի վրա, այդ զենքի գնումները, միայն հունվար ամսին Ադրբեջանը Իսրայելից ավելի շատ բեռնատար օդանավեր է ընդունել, այսինքն 20 թվականի, այսինքն տարվա առաջին կեսը, որը գիտեք ինչով վերջացավ։ Հիմա ես չեմ ասում, որ բոլոր բեռնատարները անպայմանորեն Իսրայելից զենք ու զինամթերք են բերում, բայց ամենայն հավանականությամբ այդպես է, որտեղ ուրիշ ինչ բան պիտի բերեին, հո մանդարին ու ապելսին չէին բերելու։ Իսկ Վաշինգտոնի այդ զսպման մեխանիզմները որոնք են լինելու, ինչ քայլեր է ձեռնարկելու։ Մի քայլ անել, որ մենք տեսանք այցելություններ Բաքու եւ տեղում որոշակի հայտարարություններ, որոշակի պահանջներ, մյուսը նման հանրային հայտարարություններն մենք տեսանք, նաեւ որոշակի սպառնալիքներ արդեն դա խորհրդարանի մակարդակով ամերիկյան, որ պատժամիջոցների սպառնալիքներ եւ այլն, եթե մենք ուզում ենք դիտարկել արդյոք Միացյալ Նահանգները ռազմական միջամտություն կունենան թե ոչ, ամենայն հավանականությամբ ոչ, որտեղ դրա հնարավորությունը չունի։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն եւ որևէ ամերիկյան օդանավ չի կարող մտնել Հայաստանի տարածք առանց ռուսների թույլտվության, որտեղ իրենք են վերահսկում հայաստանյան օդը, երբ որ իրանց պետք է լինում, վստահաբար իրենք թույլ չեն տա, որ ամերիկյան օգնություն լինի։ Այ Թուրքիայի օդանավերը ազատորեն գնում են, տեղակայվում են, թեև Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանի տարածքում, բայց երբ որ խոսակցություն է գնում Հայաստանի տարածքում շատ ավելի փոքր չափսերի ինչ որ ռազմական համագործակցության մասին Հայաստան արևմուտք, մենք տեսնում ենք, թե ինչպիսի հիստերիկ արձագանք է գալիս Մոսկվայից։ Պարոն Պապյան,
Հայաստանը Հայաստանի իշխանությունների կողմից տեսնում եք լրջագույն քայլեր, որոնք միտված են խորացնելու Եվրամիության հետ հարաբերությունները, թե ոչ։ Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունը դա այն մասին էր, որ մենք ԵՄ չենք գնալու, թե պարզապես Հայաստանը դեռ պաշտոնապես չի դիմել, փաստն է արձանագրել։ Սա փաստի արձանագրում էր, թե ենթատեքստ կար հայտարարության հետևում։ Ես եւ մեր քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եղած ամենապրոռուսական ուժերից մեկն է։ Ինքը որևէ քայլ չի արել առ այսօր դեպի արևմուտք, այն ժամանակ, երբ որ բոլորը ոգևորված էին, ասում են, տեսեք, ինչեր ասած, բան ես ասում եմ, դա ինչ է, դա ընդամենը հարցազրույց է։ Իտալական ինչ որ մի թերթի եւ այլն, մի 8 անգամ ասեց հապկից պիտի դուրս գանք եւ այլն, դուրս չեկանք եւ այլն։ Միրզոյանը արձանագրեց կարևորագույն փաստ, որը ես ինքս եմ ասել։ Որևէ քայլ չի արել այս իշխանությունները դեպի Եվրոպա, ինքն էլ էդ ասեց։ Մենք ոչ դիմել ենք դուրս գալու հապկից, ոչ դիմել ենք Եվրոմիության անդամակցելու եւ այլն։ Ես անգամ Աստվածաշնչ չէի մեծ բերում անում, որ ծառը պտուղից է իմացվում։ Եկեք սպասենք տեսնենք ինչ պտուղ կա, այսինքն ինչ քայլեր կանեն, որևէ քայլ չէին արել եւ եղավ։ Եվ այդ բոլոր մնացած ինչ որ հայաքվեր, ինչ որ Եվրոպա պիտի գնան, դրա մասն են խոսել, կարելի է նայել, անդրադառնալ, որ այդ ամբողջը ծխած կույտ էր աջակցելու համար Նիկոլ Փաշինյանի պրո-ռուսական քաղաքական գիծը։ Հիմա մարդիկ դա գիտակցաբար էին անում, թե ցանկալին իրականության տեղ են դնում, այդ ուրիշ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր Հայաստանը Ռուսաստանից բոլոր առումներով ավելի է կախված, քան մինչև 2018 թիվը, մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Դա կարելի է նայել թվելով տնտեսական հարաբերությունների, կարելի է մյուս հարցերով նայել։ Այնտեղ մնում է միակ հարցը այսպես կոչված իբր ռազմական համագործակցությունը, իհարկե ոչ թե արևմուտքի հետ Հնդկաստանի դորելի արևմուտքի բանով է, այսպես ասած թույլտվությամբ, բայց այդտեղ էլ իրարամերժ լուրեր են գալիս, հետևաբար դրա վրա չեն կարող ենթադրություն կառուցել։ Հիմա այս միջոցառումը, որ նախատեսվում է անցկացնել, հաջորդ տարի գարնանը Երևանում այդ եվրոպական քաղաքական գագաթնաժողովը, սա Ռուսաստանի սրտով չէ, բայց այս իշխանությունը նախաձեռնել է։ Պրոռուսական իշխանությունը նման միջոցառումներ կկազմակերպեր Հայաստանում։ Իհարկե, հենց դա պրոռուսականը կկազմակերպեր, որտեղ ընտրություններից առաջ է, որպեսզի էլեկտորատը արևմտյան Իրանով անի։ Դա միայն ընտրությունների քայլ է, որպեսզի նման հարցեր տան։ Արդյոք պրոռուսականը նման բան կանի։ Իհարկե պրոռուսական չի, պրոարևմտյանը, որ այդ քվեները տանելու համար։ Դա մի համաժողով է, ես դրանից նման մի համաժողովի մի շաբաթ առաջ եմ մասնակցել։ Հետո դա քայլ չի, դա միջոցառում է, դա նույնն է գնաս մեկի տոնակատարությանը մասնակցես։ Խնդիրը հետևյալն է, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ ռուսների կողմից վերահսկվող կառույցների անդամ։ Այո։ Հարց երկրորդ, արդյոք Հայաստանը որևէ հայցադիմում քայլ արել է միանալու արևմտյան կառույցներին։ Ոչ։ Իսկ այդ բանը շատ լավ միջոցառում է, բան չունեմ ասելու, հավաքվում են, խոսում են, լավ է, բայց դա ոչինչ չի փոխում։ Դա Նիկոլին շատ է պետք։ Շատ է պետք, որտեղ կրկնում եմ ընտրություններից առաջ է եւ ինքը դրանով ժողովրդին կխաբի եւ նաեւ արևմտյան քվեներ կվերցնի։ Բայց որ ասում եք քայլ չեն արել, այդ օրենքի ընդունումը խորհրդարանում դա քայլ չէր։ Ոչ, դա քայլ չէր։ Դա ընդամենը հանրաքվեի մասին օրենք է։ Դա դիմում չի։ Դա ասում է եկեք հանրաքվե անենք, որտեղ ժողովուրդը լպտի հանրաքվեին մասնակցի, սարսը որոշի։ Այդ դրա համար այդ օրենքը պետք չի, հանրաքվե սահմանադրությամբ ու հանրաքվեի մասին օրենքով որոշված է, որը էլի վերջո ազգային ժողովը պիտի հավանություն տա, այդ ստորագրություններն էլ պետք չէին։ Այնտեղ հետևաբար էդի ոնց որ ասած ոչ միտեղ չտանող օրենք է, հերթական սիրուն ծխածածկույտ։ Կրկնում եմ, ուզում են հանրաքվե անեն, թող անեն, գոնե կասենք, կրկնում եմ, օրենքը հանրաքվեի մասին է, օրենքը Եվրոպայի միության դիմում չի, դրանք երկու տարբեր մասին են։ Վերնագիրը անվանում են ինչ որ Եվրոպայի հետ, չգիտեմ ինչ համագործակցության, թե ինտեգրալ, մի հատ
կապ չունեցող վերնագիր են դրել ամբողջին, բայց իրականության մեջ կրկնում եմ դա հանրակրվեի հարցն է, այսինքն որ պիտի հանրակրվե արվի, եթե երկրը ԿՊ-ն դեմ չլինի դրան։ Բայց տեսեք, դուք որ ասում եք գագաթնաժողովի անցկացումը քայլ չէ եւ այլն, Լավրովը նույնիսկ դժգոհեց Երևանում, ասեց մենք դեմ ենք դրան, դա հակառուսական բոլոր ղեկավարները գալու են Ֆրանսիայի ղեկավար, մի խոսքով Եվրամիության բոլոր ղեկավարները գալու են, որոնք Ռուսաստանին պատժամիջոցների են ենթարկում։ Եվ Դե դա արդեն հակառուսական ինչ որ միջոցառում չի։ Չէ, նորից եմ կրկնում, քանի որ նույն Լավրովը շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի եւ ինքը հենց ինքն էլ ասեց եւ գիտի, որ Հայաստանում կա որոշակի հակառուսական տրամադրություններ, բնականաբար դրանով ինքը աջակցեց։ Այդ հայտարարությունը ում է աջակցում։ Նիկոլ Փաշինյանին։ Որ դուք էլ այդ վկայակոչ եք։ Դա կոչվում է քաղաքական կուտ։ Ինքը վարպետորեն տվեց։ Ի պատիվ Լավրովի որպես դիվանագետ է, ինքը այդ սիրուն անցկացնում է։ Եթե ռուսներին իսկապես պետք լիներ, որ դա չաներ, ինքը դրա մասին չէր հայտարարի, սիրուն հեռախոսով կզանգեին Նիկոլին ու կասեին չհամարձակվեց դա անել, եւ Նիկոլ Փաշինյանը չէր անի։ Չէր անի Նիկոլ Փաշինյանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ հանդես է եկել, դա համաձայնեցված է նրանց հետ։ Միգուցե նրանց էլ առաջարկն է եղել ռուսների առաջարկը։ Այսինքն դուք կարծում եք այս ռուս-ուկրաինական պատերազմը այս ծանր իրավիճակում Ռուսաստանի արտգործնախարարն էլ ուրիշ անելիք չունի, պետք է մտածի Նիկոլ Փաշինյանի վերարտադրության մասին Հայաստանում 26 թվականին։ Ինչու ոչ, ընդամենը մի նախադասություն արեց, ինչ ջանքագործադրել կամ չգիտեմ այդ ինչ ծախսը արել, որ եկելերս է պարապել երկու խմելու արանքում մի հատ հայտարարություն արեց, ուտել խմելու արանքում ու իրենց այդ որջը ռուսական համալսարան գնալու բանում ասեց, այդ ինչ մի բան է իրանից պահանջում բանուգործ։ Ասեց դա, կրկնում եմ, եթե դու ուզում ես որ տեղի չունենա, դրա համար կա հեռախոս, փակ գծով, դրա համար կան այլ միջոցներ, գալիս են եւ ասում են այսպես չպտիլ, ինչպես օրինակ համար փողը տվել է զենքը չես ստանում, չէ՞։ Բա ինչի դրա մասին չեն խոսում եւ այլն։ Հետեւաբար կրկնում եմ, սա ակնհայտ սիրուն թատերական ներկայացում էր։ Բազմաթիվ անգամ արում, այն որ բանա դու սովետի ժամանակ, երբ որ սովետն ուզում են մի բան հանգացներ, ասում էր թող տեղում ժողովուրդը դիմի, ասի որ այս պետքա ընդառաջելով։ Հիմա սա նույն բանն է հակառակ նշանով, այսինքն ցույց տանք որ իբր մենք չենք ուզում, բայց տեսեք Նիկոլ Փաշինյանը ի հակադրություն Մոսկվայի նման մի բան անում, թե ինչ անում բարձի, բայց անում է։ Էլի այդ ձևա։ Կրկնում եմ, եթե Ռուսաստանն ուզենար, որ Նիկոլ Փաշինյանը դա չաներ, դա հանգիստ կարելի էր կազմակերպել, որ նա չաներ։ Եվ այդ միջոցով Սես նայեք, էլի մի րոպե ասեմ, ինչա կորցնելու Ռուսաստանը նրանից, որ մի երկու օր այստեղ գան մի 30-40 երկրի ղեկավարներ ուտել խմեն ու գնան։ Ասենք Ռուսաստանն էլ Բելարուսն էլ չլինի։ Ինչա կորցնելու Ռուսաստանը դրանից։ Ոչ մի բան։ Իսկ եթե դրա փոխարեն իրանք Նիկոլ նման ղեկավարներ, Նիկոլ Փաշինյանը արդյոք մի բան, կրկնում եմ, արել է որ ռուսների սրտով չի արել, բայց դրանից լավ ինչ են ուզում, ավելին ասեմ ձեզ։ Քոչարյանի առաջադրումը դա եւս արվում է Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար եւ արվում է ռուսների հրահանգով։ Ռուսները Վլադիմիր Պուտինը հրահանգում է Քոչարյանին առաջադրվել։ Չէ, Վլադիմիր Պուտինը չէ, Վլադիմիր Պուտինի 10-րդ օգնականը։ Դա այո, իհարկե հրահանգում է, որտեղ ասում է ձեր անտի-ռեյտինգը բավականին բարձր է, եւ եթե դուք առաջադրվեք, ապա եւ դա ձև եղել է։ Մեզ ասել են այդ ձև։ Այ մենք վախեցա, մենք մեր քվեն ձեզ էինք տալու, բայց երբ որ ակտիվացավ Քոչարյանը, մենք հանգարց մտածեցինք ինքը նորից հետ կգա, դրա համար Նիկոլին տվեցինք։ Նույն սցենարն է աշխատում։ Այսքան, տեսեք, 7 տարի է իշխանությունն է, չէ՞, եթե 21-ից հաշվենք, դե լավ 4 տարի, 5 տարի։ Ինչ արել։ Այս հիմա նորից ինչ որ սկսեցին Քոչարյանի ունեցվածքի մասին խոսալ բան, բայց 2-3 տարի լռել էիք։ Ես չեմ հասկանում, եթե այդ մարդիկ հանցագործեն, պետք է նստած լինեին բանտում։ Իսկ եթե հանցագործեն ամեն անգամ ինչ եք այս թեման բարձրացնում։ Եվ մյուսները դուք կարող եք նշել մի պաշտոնյա,
որը կոռուպցիայի, պետական միջոցների յուրացման, գանձագողության եւ նման բաների համար այսօր գտնվում է բանտում։ Չկա մեկը։ Մի հատ վերմիշյան կա, որ իրանց թիմից էլ չի ու հայտնի չէ, մարդն ինչ արե, էտա։ Էդ էլ վերջը մնացած բոլոր այդ մեծ գործերը, չնայած այդ մեծ թալանից ինչ որ փոքր գործեր, ինչ որ 1 միլիոն դրամի սալյարկա են կերել, չգիտեմ այդ ձև բաներ, հետ բերեցինք ինչ որ 100,000 դոլար արժողությամբ ինչ որ ավտոմեքենա կամ բան ձեռ եք առնում։ Այստեղ ես հիշեցնեմ, որ Սաակաշվիլին առաջի տարվա մեջ $1.5 միլիարդ հետ բերեց պետություն։ Նիկոլ Փաշինյանը առաջի տարին դա հենց պետք է աներ։ Մնացած ինչա։ Իդեպ ասեմ, այդ խմբերը իրանց երևի աշխատավարձի ավելի շատ փող են ծախսում, որտեղ մի քանի տարի բարձր աշխատավարձ են ստանում մի ամբողջ թիմ, որպեսզի, ասենք, 200,000 ծախսում են, որպեսզի 100,000 հետ բերեն։ Էլի այդտեղ մենք բոլորս ուժում ենք հարկատուներս։ Այո։ Պապյան, որ ասեցիք մեզ ասել են, մենք գիտենք, ինչ են ձեզ ասել, որ զանգել են Քոչարյանին, ասել են առաջադրվեք։ Ես ասեմ, մեզ ասել են, մենք գիտենք։ Հա, ասեցիք մեզ ասել են, մենք գիտենք։ Ասել բառը ասել եմ, չասի մենք գիտենք, օրեցև, հա։ Գուցե ասեն ասեմ, այո, ոնց որ ասած, դա շատ կանխատեսել էր, Մոսկվայից այդ տեղեկությունները միշտ էլ կար։ Իդեպ ասեմ, որ այնտեղ բավականին մի, այսպես ասած, թիմ էլ կա, որ դրան դեմ է իհարկե այդ հարցին, բայց հաղթեց այն թեման, որ պետքա սա անել ճիշտ է։ Դա գիտեք ինչքանով է վատ, որ հայ ժողովրդին ընկալում են որպես քաղաքականապես ոչ հասուն, որ կարելի է հերթական կուտը հերթական անգամ նորից տալ։ Հասկանում եք, այս է վատը։ Իրենք մեզ այնքան ցածր են գնահատում, որ շատ ցածր բաներով են զբաղվում, մանիպուլյացիաներով են էլի զբաղվում։ Եվ ցավոք սրտի ժողովրդի մեծ մասը դա չի հասկանում։ Այսինքն այդ միջոցառումը, որ Երևանում տեղի ունենա, որին նաև մասնակցում է Ալիևը, երբեմն նաև Էրդողանը, նրանց կարող է տեսնենք Երևանում։ Ալիևին եւ Էրդողանին, չգիտեմ, կարողա գան, կարողա չգան, ինչ է եղել։ Այսինքն ինչ միտեղ մի բան կա, խնդրեմ կա, որ ինչ է, ասեղ Ալիևն է, որ չի եղել, ժամանակին Գյուլե եկավ, այսինքն Թուրքիայից, քանի անգամ է գնացել Ստամբուլ, Հայաստանի ղեկավարները քանի անգամ են գնացել Անկարա ու Ստամբուլ, շատ անգամներ։ Դե հիմա մի անգամ էլ իրանք կգան, ինչ է եղել։ Ալիևը կարա չգա։ Ալիևը մի պատճառ կբռնի, չի գա, ինչ է եղել, կամ կգա, դիմաց ինչ որ բան կպահանջի։ Նայեք, եկեք արարողակարգային միջոցառումները չշփոթենք լուրջ քաղաքական։ Սրանք արարողակարգային միջոցառումներ, որոնք լավ է։ Այ հիմա Ալբանիայում տեղի ունեցավ այդ միջոցառումը։ Կարեք ասեք դրա արդյունքը որն է։ Որն է։ Չկա արդյունք։ Ինքը նախատեսված էլ չի արդյունք լինի։ Անկամ մի հատ մեմորանդում չեն ստորագրում, մի հատ հայտարարություն, դա բանը հենց Եվրոպա քաղաքական հավաքվենք տղերքով մեր համար հայերը խաշ են ուտում, մենք էլ ուրիշ մի բան կխոսենք։ Լավ բան է, բան չունեմ ասելու։ Դիվանագիտության մեջ այս շփումները կարևոր են, որտեղ դու անձնական, բայց գերա գնահատել այդ բանը, ասենք եղավ ժամանակին Նիկոլի շնորհքը չէր, բայց ինքը շատ ֆրանկաֆոնիայի հավաք Երևանում, ահագին երկրից եկան, հետո լավ էր, բան չունեմ ասելու, լավ, ինչ որ հայտնվում է բան անում, էս անում, բայց ես խոսում եմ, որտեղ հարցը հետևյալն էր ձեր, քաղաքական ուղղվածության մասին, դա քաղաքական ուղղվածության փոփոխության մասին չի վկայում որևէ բան։ Դա ուղղակի քաղաքական հարաբերությունների քայլերից մեկն է, բայց ուղղվածություն չկա այդտեղ որևէ բան։ Կերկնում եմ, քանի դեռ չի եղել պաշտոնական այցադիմում հապկից դուրս գալու ԵԱՏՄ բան եւ Եվրոմիության մտնելու եւ այլն, ուրեմն ուղղությունը մնալու եւ ազնվորեն Արարատ միգուցե Արագած, չգիտեմ անունը փոխելա թե չէ, Միրզոյանը բանով հայտարարեց ազնվորեն, որ այդպես է, այո, բանա։ Մենք երբեք էլ չենք դիմել ասма Եվրոմիության մտնելու համար, էս ինչ եք ասում։ Եվ ինքը ճիշտ էր։ Պարոն Պապյան, դուք որ ասում եք գույքեր եւ այլն չկա այս կոմենկոն, բայց ցուցակները, որ այս քպականները հրապարակում են Քոչարյանի հետ կապված։ Եվ ես էլ կարամ հրապարակեմ։ Նայեք, դատական վճիռ ուժի մեջ մտած դատական վճիռ, որը հիմա վրա X անձը կալանավորում է։
Սահմանությունը հստակ է, քանի դեռ ուժի մեջ մտած դատական վճիռ չկա, մարդն անմեղ է։ Վերջացավ։ Ցուցակներ շատ բան կարան ասել։ Իմ ու ձեր մասն էլ կարան շատ բան ասեն, որովհետեւ ասելով չի։ Ասում այդ մարդը լսում այդ ձև չի։ Ապացուցեք, եթե դուք ապացուցելով եք գնում, վճիռ կայացեք, վճիռ իրականացեք, մնացածը ինչ կապ ունի։ Հա մենք էլ լսեցինք տարբեր մարդկանց, չգիտեմ, բանները, հետո լսեցինք, որ ինչ որ միլիոնավոր դոլարի ինչ որ վճարումներ են կատարել եւ այլն բան ուր գնաց այդ փողը ինչ հաշվի կամ ով ասաց որ Գողոնը վերադարձնելուց հետո պետք է մարդը չպատժվի եթե ես խանութից մի բան գողանամ ինչ բռնեն այդ Գողոնը հետ տամ կասեն հա գնա չէ այդ մարդկանց բռնել են տարբեր գողությունների վրա ասма վերադարձեց վերականգնեց չգիտեմ ինչը պետությանը այդ կորուստը կամ վնասը պետությանը լուրջ մտածում են, որ մարդ, ով որ, ասենք, օրինակ է համար, այսինքն են, բաչոյեր ինչ էր, քանի 4 միլիարդ դրամ էր վճարեց, ինչ արեց եւ այլն բան, այդ իր աշխատավարձով էր։ Ինքնին այդ վճարելու հնարավորությունը արդեն ցույց է տալիս, որ տեղի ունեցել պետական միջոցների յուրացում։ Հա, բայց այս պետությունը չի էլ կարում փողը պահի, քննչական կոմիտեի Էդ էլ ուրիշ բան։ Էդ էլ ուրիշ բան։ Հիմա տեսեք, հայտարարվում է, որ հարկատուն է հերոսը, որը անհետեցություն է։ Հարկ վճարելը հերոսություն չի։ Դա ինչ որտեղ պարտականություն է, բայց ինչի մարդիկ չեն ուզում հարկ վճարեն։ Հենց այդ պատճառով, որովհետև հարկատուն պիտի տեսնի, որ իր փողը, իր հարկերը ճիշտ են ծախսվում։ Դե բայց եթե այս իշխանության համար ծառայությունը քչացնելն է, ծառայության ժամկետը փողով վաճառելն է միլիոններով, դա իրենց համար պետք է հարկատուն լինի հերոսը, այստեղ զարմանալու ինչ կա։ Չէ, ես գիտեմ, ես ավելի վատ բաներ գիտեմ այս իշխանության մասին, արդյոք չի, բայց ուզում եմ ասեմ, դա չի։ Պետությունը եթե պիտի դառնա եւ դա այդ իրանք բազմաթիվ անգամ են ասել, որ ասում են հայրենիքը դա ինչ է երջանիկ ապրելու թե բարեկեցիկ ապրելու վայր է եւ այլն, բան։ Չէ, հայրենիքը ապրելու վայր չի բարեկեցիկ։ Եթե բարեկեցությունն է կամ չգիտեմ ի՞նչն է նպատակը, հաստատ Հայաստանից ավելի բարեկեցիկ երկրներ կան, որ կարելի է գնալ բարեկեցիկ ապրել։ Հայրենիքը ուրիշ բաներ է։ Եվ այդ ուրիշ բանը, այդ արժեքային համակարգը, այս իշխանությունը հետևողականորեն քանդում ու ջարդում է, այդ թվում ձեր նշած նաև այդ օրենքի ընդունումով եւ լիքը այլ բաներով անում են, որովհետև եթե հայրենիքը դառնում է բնակավայր, միայն զուտ բնակավայր, իմաստ չկա այդ հայրենիքում, ապրել առավել եւս պաշտպանել այդ հայրենիքը։ Պարոն Պապյան, Լավրովի հայտարարությունների ենթատեքստը ո՞րն էր, օրինակ նա ասում է, որ առեք զենք, եթե ուզում եք Ֆրանսիայից, բայց Ֆրանսիան մեր թշնամին է, ցանկալի չէ։ Ասում է դուք էլ մեր զենքերով եք, ռուսական զենքերով Արցախ եք ազատագրել առաջին պատերազմի ժամանակ, ինչ է ուզում ասել սրանով Լավրովը։ Կոշտ պիտի ասեմ, բայց էշի տեղ ա դնում մեզ բոլորիս, որովհետև Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակցի թշնամին է, ինքը իրավունք չուներ, իրավական ու բարոյական առումով զենք ծախելու Ադրբեջանին։ Մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ինքը պարտավոր էր մեզ զենք տալ եւ դնել նույն հարթության վրա թշնամուն եւ դաշնակցին, դա նշանակում է էշի տեղ դնել ժողովրդին։ Քո հարցը ճիշտ էր, տեղին էր, բայց ցավոք սրտի հնարավորություն չէ ասելու, որ եթե ձեզ համար դաշնակիցն ու թշնամին նույնն են, ինչ իմաստ ունի ձեզ այդ դաշնակիցն դնել։ Այս ամբողջ հարցը։ Դե բայց ասում եմ Մոզամբիկում էլ մեր զենքերը կան, Մոզամբիկում էլ են մեր զենքերով կռվում։ Այո, բայց Մոզամբիկը իրենց դաշնակցի թշնամին չի։ Իրենց դաշնակցի թշնամին, այս Ադրբեջան իրենց դաշնակցի թշնամին է։ Սա է տարբերությունը։ Եվ պետք է այս ֆոնին հայ-ռուսական հարաբերությունները վերանայել եւ դեպի ինչ ուղղությամբ վերանայել։ Հայ-ռուսական հարաբերություններ չկան։ Կա Ռուսաստանի կատարյալ ամբողջական վերահսկում Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը դասական, ինչպես ասում էին, կլասիկ գաղութ է Ռուսաստանի։ Իրենք տեսեք անգամ ասել են լկտիության այն աստիճանի, որ վերահսկում են Հայաստանի քայլերը թեկուզ եւ ձևականորեն իրենց իրավունք են վերապահում,
հայտարարելու, որ այս բանը արեք կամ մի արեք, զենք առեք կամ մի արեք։ Նույն հայտարարությունը կարար Լավրովը անել Բաքվում։ Ասեր Թուրքիայից զենք մի առեք, բանա, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ այլն։ Չէր կարա։ Կանեսներին ինչ որ ասեցին, Սիկտիր Լավրով։ Էլի կկրկնեին, Սիկտիր Լավրով կասեին իրան։ Իսկ Հայաստանում ինքը իրան լկտիությունը պահում է եւ ասեմ, այս պատվիրակությունը իր վարկով շատ լկտի էր։ Այդ թվում նաեւ արարողակարգի ոտնահարումով, որ չայցելեց ցեղասպանության զոհերի հուշարձան, որը մեր պետական պաշտոնական արարողակարգի մաս է հանդիսանում։ ԱԿՆ-ն դա մեկնաբանեց, նշեց աշխատանքային այցերի դեպքում երկկողմ բանակցությունների արդյունքում են գալիս, թե ուր այցելեն ու որ, իսկ պետականի դեպքում Հայաստանը պարտադիր տանում է։ Այո, բայց այս բազմաթիվ անգամներ հնչել է, որ սա պետական պաշտոնական այց է։ Հենց այս թեման եկավ մեջտեղ, հարցը սկսեցին ասել արդեն պետակ պաշտոնական չի, աշխատանքային է։ Հա? Դա սա առաջինը, երկրորդը սուտ են ասում։ Սուտ են ասում։ Կարելի է նայել բազմաթիվ աշխատանքային այցեր, որ կատարվել են Հայաստան եւ այ բանը տեղի է ունեցել։ Ցեղասպանության հուշարձանի այցում տեղի ունեցել։ Չէ, ուղղակի հասկանում եք, եթե Ռուսաստանը առաջ նուրբ խաղ էր խաղում եւ Հայաստանը մանրադրավել իր այս խաղի մեջ, հիմա այդ նրբության իմաստն էլ չի տեսնում արդեն։ Որ դա ինքը արդեն բացահայտ այսպես ոնց ուզում է վարվում Հայաստանի հետ, որտեվ գիտի Այ որտեվ գիտի հաջորդ տարի ընտրություններ են եւ այս իշխանությունները մի խնդիր ունեն լուծելու իշխանության մնալու հարց։ Հետեւաբար այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ ասել ձեզ դե տեսնո, չէ՞, Մոսկվան իր մարդկանց է մեջտեղ բերում, նրանց ակտիվացնում, բան, որ ասում է եթե նրանք պիտի անեն ինչ որ ուզում եք, ես հենա անում եմ։ Չգիտեմ, վերջնական կարողանա համոզի թե չէ, բայց առայժմ էսա։ Հակասություն կա, պարոն Պապյան, ձեր հայտարարություններում։ Մեկ ասում եք Վլադիմիր Պուտինի 10-րդ օգնականը զանգեց Քոչարյանին ցուցում տվեց առաջադրվի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, մեկ ասում եք իր մարդկանց բերել է առաջ։ Իհարկե, բա դու պետք է սպառնալիք ստեղծես, որպեսզի ինքը, ոնց որ ասած, գա քո ոտը։ Բա հայերին ոնց է ռուսական ոտի մոտ գահին կախած պահը, սպառնալիք ստեղծելով, ստեղծում են թուրքական սպառնալիք, որ ռուսը չլինի թուրքը կկոտորի, թուրքական սպառնալիքի պատճառով հայը գնում է ռուսի ոտ, ասում է կնագ է, սպառնալիքն է, որ ստիպում է ռուսին փարվելու, նույնն էլ էս քաղաքական դաշտում է, եթե ռուսական սպառնալիք չլինի Նիկոլի, այսպես ասած, իշխանության թախտից գցելու, ինչի պետք է Նիկոլը ռուսների հետ խաղեր տա։ Երբ որ դու սպառնալիք ես ստեղծում, այդ դեպքում ինքը գալու է եւ խաղեր է տալ։ Բայց այս թվում է մայիսին ինչի գնաց Նիկոլովան։ Ինքը հասկացավ, որ այդ ակտիվացումը կա, այս Կիրիենկոյի հայտարարություն բանը, պաշտոնը նոր պարտականությունների ոլորտը, այդ ամբողջը Նիկոլին հստակ ուղերձ են հղում, որ ինքը հասկանա, որ այս սպառնալիքը կա, որ ինքը իրան շատ խելոք պահի, դա այդպես է վարում, բա ոնց են պահում իրանց մոտ։ Այդ Կիրիենկոյի հետ կապված ինչ սպասենք, հա, ինչ կանեն։ Առաջին հերթին մեծ գումարներ փողեր կփոխանցեն ստեղ, որ արդեն այդ գործընթացը սկսել է, մի շարք մանր մուներ ռուսական, պրոռուսական ուժեր, մի շարք այսպես կոչված արևմտյան ուժերի կակտիվացնեն այս խաղը կտանեն, որպեսզի իրենց ուզածևով ընտրությունները բան անեն, ձևավորեն, բանը, որ խորհրդարանը, հաջորդ խորհրդարանը առանձնապես այս ներկա խորհրդարանից չտարբերվի։ Մի 3-4 ուր, որտեղ մի հատ բանը ձևական պրո արևմտյան ուժ կխսկեն, իրենց կողմից դրի վերահսկվող բանը, դա էլ ասինքն կպետքա որոշակի քվեներ ապահովելու համար եւ ուրիշների ձայներ խլելու համար։ Անգլերենով դա կոչվում է սփոյլեր, սփոյլ կանեն այդ ամբողջ process-ը սիրուն։ Այդ տեխնոլոգիաները նոր չեն, հին տեխնոլոգիաներ են, ամենից Ռուսաստանը վարպետորեն միշտ էլ արլականը։ Եթե Ռուսաստանը այսօր ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության անդամ Ռումինիայում է խաղեր տալիս, երբ որ
չգիտեմ Բուլղարիայում նույն անում, երբ որ հեռավոր Բրազիլիայում այդ ամբողջ տանում, բնականաբար դուք պատկերացնում եք, չէ՞, Ռուսաստանի ազդեցությունն ու հնարավորությունը Հայաստանում, որտեղ ժողովրդի մի զգալի մասը էությամբ ուղղակի քաղաքականապես ռուս է, ոչ թե ռուսաֆիլ է, ռուս է, իր համար Ռուսաստանի շահերն ավելի կարևոր են, այդ ամբողջը կա, գումարած ուղղակի հենց այդ ազդեցությունը։ Խոսում էին մեծ ռուսական հերոստալիքների, որը թշնամական պրոպագանդա դադարեցման մասին եւ մի օր էլ դադարել էր ինչ որ տեխնիկական պատճառով ոգևորվել էին, ասում են, տեսեք, դադարեցման էս կոմենտ։ Հենա մոլդովացիք դադարեցրել են, մյուսներ դադարեցրել են։ Թողանային։ Ինչի պետք է ռուսական միջոցին ալիք հերարցակվի Հայաստանի վրա հակահայաստանյան, հակահայկական պրոպագանդայով եւ այլն։ Եթե իսկապես արև մտամետեր թողաներ, որ ալիքը Նիկոլը փագեց երբ որ եկավ Հայաստանի շմեք CNN-ը։ Բայց ո՞նց է ինքը պրոարևմտյան։ Ռուսները շատացել են ռուսական ալիքները, արևմտյանը կրճատվել են։ Էլ ո՞նց եղավ։ Մարդիկ չեն ուզում փաստերը նայեն։ Մարդիկ նայում են ուղակի այս արտաքին դրսևորումները։ Օրինակ մի հատ հարցազրույցը եւ դրա շուրջ աղմուկը, օրինակ Լա Ռեպուբլիկան, եթե հիշում եք իտալական, շատ ավելի մեծ աղմուկ անեց, քան այսինքն տարբեր քայլերը։ Լինի համագործակցություն եւ այլն։ Այո։ Պարոն Պապյանը, վերադառնալով Լավրովի թեմային, հա, այդ այցելությանը համաշխարհային պատերազմի հետ զոհերի հիշատակի հուշահամալիր, բայց բան ունի նախարարը պաշտոնական այց իրականացնելու հնարավորություն ունի, թե դա միայն երկրի ղեկավարներին է տրված այդ հնարավորությունը։ Նախարարի դեպքում պաշտոնական այցը ո՞րն է։ Նախարարի պաշտոնական այց, պետական այց, ես ինքը ժամանակին մասնակցել եմ արտգործնախարարի պետական կամ պաշտոնական այցի, ոնց որն է։ Նախարարը նույնքան պետության ներկայացուցիչը, նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը ի պաշտոնը ներկայացնում են երկիրը առանց լրացուցիչ լիազորությունների։ Նրանք կարող են երկրի անունից ստորագրել ցանկացած փաստաթուղթ։ Մյուս նախարարները դրա համար պիտի համապատասխան լիազորություններ ստանան երկրի իշխանությունից, հետեւաբար այդպես այդտեղ լավ այդ ամբողջը կա։ Շատ լավ։ Չէ, բայց դե ուրիշ հարց ես ձեզ տամ։ Բա ինչի գնաց բան։ Անհայտ զինվորի հուշարձանը, եթե աշխատանքային էր այցը, եւ որևէ տեղ պարտադիր չէր այցել, ինչի՞ է գնաց։ Դե 80-ամյակներ երևի ցանկություն կար եւ Ինչ 80-ամյակ, ինչի 80-ամյակներ։ Ինքը ամսի քանիսին է եկե։ 21-ին։ Վերջացավ, էլ ինչ 80-ամյակ։ Կարող է sense մի տարի 80-ամյակը։ Ոչ, ինքը ուղղակի դա շատ խելոք մտածված ուղերձ էր, որ դուք շարունակում եք մնաք այդ սովետական հանրապետության մակարդակի մեզ համար։ Վարչատարածքային միավորեք եւ շատ մի թփրտացեք։ Եթե պետք եղավ, էլի քսի կտանք ձեր վրա, ում էլ որ պետք եղավ Ադրբեջանն էլ Թուրքիային էլ։ Լավրովի ասածը դա էր անուղակի։ Իհարկե իր գալու բանը, իր ամբողջ հետցև էր։ Իհարկե։ Իր այցելությունները, իր հանդիպումները։ Օրինակ ինչի գնաց, չէ, այսինքն ռուս հայկական թե չեմ այդ համալսարանը, Սլավոնական։ հա, սլավոնական, եւ խախտեց լեզվի մասին օրենքը։ Դուք տեսաք, չէ՞, որ այդ ամբողջ միջոցառումը միայն ռուսերենով էր։ Այդ նշանակումը եւ ոչ մենք, ոչ իրանք մեզ չեն արգում, մեր երկրի օրենքները չեն արգում։ Սա է ամբողջ հարցը։ Դե բայց հենց այդ հակառուսականություն չլինելու պատճառով է Լավրովն ասում է, որ ձեզ ուկրաինացում չի սպառնում։ Որն է հակառուսականություն։ Սեփական երկրի օրենքը հարգելը դա հակառուսականություն է։ Բայց օրենք եք ընդունել, որ չի կարող որևէ միջոցառում լինի առանց համաժամանակվա թարգմանության։ Հարգեք ձեր օրենքը, դիմացնել ստիպեք, որ հարգի։ Եթե ես գնամ Մոսկվա աշխատանքային այցով ինչ որ պաշտոնյա լինեմ եւ տեղում ինչ որ խոսամ, այն ոնց կանեն իրանք հայերենը կընդունեն, չէ։
Զախարովան ասում է ես չեմ հասկանում ինչի Ստամբուլում բոլորը ռուսերեն հասկանում էին ուկրաինացիք, բայց նաև թարգմանություններ գնում բանի ուկրաիներենի, այսինքն բանակցությունները ռուսերեն էին, բայց կար անգլերեն, ուկրաիներեն, ինքը չի հասկանում։ Ինքը չի հասկանում, որ դանով Ուկրաինան ցույց է տալիս, հարցը հասկանալ չհասկանալը չի, ինքը ցույց է տալիս, որ ինքը հարգում է իր լեզուն, իր պետականությունը եւ այլն։ Անատոլի Գրոմիկոն սովետական երկարամյա արտաքին գործերի նախարարը ասում են բավականին լավ անգլերեն գիտեր, որտեղ երկար տարիներ նաև ամնում աշխատեց եւ երիտասարդ ժամանակ երկրորդ համաշխարհայինից առաջ, բայց նա միշտ խոսում է ռուսերեն։ Ինչ գիտե։ Եթե այսինքն բաներ էլի նկարահանում ալ կարա անձնական խոսակցությունները դուք այդ է կարգը ընդունված։ Բոլորը կարգը, դուք չեք հիշի։ 90-ականների սկզբին մենք ավելի պատվախնդիր էինք։ Լևոն Տեր-Պետրոսյանը Հալեպ էր գնացել, թե Դամասկոս չեմ հիշում, այցի, եւ ինքը բաժակաճառը արաբերեն կարդաց բանը եւ Հայաստանում դա աղմուկ անեց, որտեվ դա արարողակարգի խախտում էր եւ այլն։ Մարտուզեստերի լեզվի իմացությունը ցույց տար, բաներ արել եւ այլն, բայց ուզում ասեմ էսեր։ Հիմա մեր համար դա դառնա սովորական մի բան, որը շատ վատ է։ Շատ վատ է։ Այդ մանրուքների մեջ են, ճակերտավոր մանրուքների մեջ են, որ ժողովրդի պետականա թե ոչ պետական ժողովրդի բանը։ Դա կոնկրետ պետական լեզուն այերենն է, հա։ Բայց իրան գալիս են թքում են մեր երեսը ռուսերենով գնում են։ Մենք ցեվականորեն ապահովեինք այդ ստից թարգմանությունը։ Հետո ինչ որ լեզուն գիտեն։ Գուցե երկու հոգի չգիտեն այդ լեզուն։ Լավ, այդ թեման տնենք մի կողմ։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։